Մեր խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե մենք կանոններ սահմանենք որպես թակարդներ, որի մեջ կուսակցությունները գնանքնեն, այլ կանոններ, որը օգնի կուսակցություններին, որ գործեն տեղյակ լինեն օրինական դաշտում։ Հիմա ես կարծում եմ, որ ընդհանրապես մենք ինչ որ քննարկում ենք կուսակցությունների բարեվարկության ըստ էության շրջանակը եւ դաշտը, եւ ես կարծում եմ, որ հետագայում կուսակցությունների մասին օրենքում պետք է փոփոխություններ անել, որտեղ կանոնադրություններով պետք է սահմանվի, օրենքով էլ պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաներ, ում վրա մենք այս գլխից պատասխանատվություն դնենք կամ հիշեցում որպես կուսակցություններ, որ ինչ-որ մեկը դրանով զբաղվի։ Հիմա նույն օրինակ մենք ոնց եկանք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունների մշակման ճանապարհին եկանք հասանք մի տեղ այն եզրակացության, որ մարմիններում պետքա լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի եւ բարեվարկության պատասխանատու պետքա լինեն։ Ինչի համար դա արեցինք, որովհետեւ այնուամենայնիվ պետական կառավարման մարդիկը բոլորը իրենց գործերով զբաղված են, իսկ այդ բարեվարկության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, որ խախտում է արձանագրում։ Նույնն էլ կուսակցություններում է, այդ նույն բանը տեղի է ունենում, որովհետև եւ իմ առաջարկն է, որ մենք մտածենք, որ օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա կամ անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարկության կանոնների բանով եւ պարտնյոր էլ լինի այդ առումով նաեւ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պարտնյոր ունենա, որ ասենքն մեր խնդիրը հա ինչի որ կուսակցությունները անընդհատ խախտումներ անեն, մենք գնանք տուգանենք, գործեր հարուցենք։ Մեր խնդիրն է նա, որ մենք նպաստենք հնարավորինս կուսակցությունները հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն ծավալել, ինչը միշտ չի որ ստացվում է եւ ես հավաստիացնում եմ, որ դա միշտ չի որ չարամտությունից է, որ այդպես կուսակցությունները ուզում են խախտումներ անեն։ Պարզապես այդ ֆունկցիան, այդ դաշտը եւ իրազեկումը, ուղեցույցը մենք պատրաստեցինք, բայց պետք է նաեւ մենք ջանք գործադրենք, որ կարդացողը լինի այդ ուղեցույցը, հաղորդակցողը լինի այդ ուղեցույցը կուսակցությունների հետ։ Հակառակ դեպքում մենք կստացվի, որ փոփոխություններ, ինչ բարեփոխում անում ենք, արդյունքում թակարդ է ստացվում։ Մենք սա ցանկացած բարեփոխում անելիս մենք պետքա սա հաշվի առնենք։ Մեր նպատակադրումները թակարդներ դնելը չի, որ կուսակցությունները կամ քաղաքական ուժերը թակարդի մեջ ընկնեն։ Մեր խնդիրն է անել, պարզաբանել, ամեն ջանք գործադրել համոզվելու համար, որ բոլորը պատշաճ իրազեկված են իրենց գործունեության դաշտի մասին։